կան ուզում եմ պարզապես հասկանամ, ովքեր են հավատում Հիսուսին, ովքեր են իրենց սրտի դուռը բացել, թույլ տվել, որ Սուրբ Հոգին, Սուրբ Երրորդությունը ծնունդ տա մեզ հոգով։ Ուրեմն հիշեք մի կարևոր բան։ Մեր ընթացքը, որ մենք ապրում ենք երկրի վրա, մեր փրկությունը ահով եւ դողով պետք է պահենք։ Ահով եւ դողով, այսօր շատ չենք լսում այս խոսքերը եկեղեցիներում, ավելի շատ prosperity է քարոզվում, հա, որ արի եկեղեցի կբժշկվես, արի եկեղեցի կհարստանաս, արի եկեղեցի, այո, մեր հայրը տվող է, դա իր բնույթն է, երբ որ մենք խնդրում ենք իրենից, ինքը տալիս է, անկասկած, բայց եթե մեր շարժառիթն է գամ եկեղեցի, որ առնեմ, այլ ոչ թե գամ եկեղեցի, որ ես տամ, իմ անձը իրեն զոհ մատուցեմ, արդեն ի սխալ տեղում ենք։ Դու արի տուր քեզ իրան եւ դու կտեսնես քո կյանքը որքան օրհնված ու պաշտպանված կլինի Հիսուսով, ամեն։ Մենք պետք է ահով եւ դողով պահենք մեր փրկությունը։ Եվ ձեզ ասեմ, ճշմարիտ Սուրբ Հոգու ծնված անձերը, ինչպես երկրորդ Պետրոս 2:7 գլխում է գրված, այս նույն իրավիճակի մեջ են այսօր։ Ասում է, փրկեց արդար, գիտեք, Սոդոմ Գոմորի ժամանակ, երբ որ մեղքը շատացած էր, պղծությունը, անարդարությունը, մի տեսակ աշխարհում մթություն ու դառնությունն էր միայն տիրում, ոչ մի տարբերություն այս օրերի, որտեղ մենք ինքներս ճաշակում ենք նույնը, եւ Հիսուսի բերանի խոսքերն էր ասած, վերջի ժամանակները կլինեն ինչպես Սոդոմն ու Գոմորն էին, ինչպես Նոյի օրերում էին, ինչու Աստված ջրհեղեղով ջնջեց մարդկությունը, միայն արդար Նոյին պահեց, որովհետև չարությունն ու պղծությունը չափազանց այնքան էր գերազանցել, որ Աստված զզվանք ապրեց այդ վիճակից եւ ջնջեց, բայց դրանից հետո փառք Հիսուսին, նա խոսած եւ ասեց այլևս չեմ ջնջի մարդկությունը, այլ անհատական կդատեմ, անհատական կփրկեմ։ Եվ մենք տեսնում ենք Ղովտի օրերի ժամանակ, որտեղ Աստված կրակ թափեց Սոդոմ Գոմորի վրա իրանց պիղծ ապրելակերպի պատճառով, դրանից հետո այստեղ Պետրոս Սարաքյալը գրում է այս խոսքերը, ասում է, փրկեց արդար Ղովտին, մենք գիտենք ամբողջ այդ մարդկության մեջ միայն արդար Ղովտին ու իր ընտանիքն է փրկել, ասում է, փրկեց արդար Ղովտին, որ անօրենների անառակ վարմունքներով ձանձրացել էր։ Կան ստեղ մարդիկ, որ նայում ես շուրջդ ու իսկապես ձանձրանք ես ապրում ես պիղծ ապրելակերպից, այս կեղծիկ ապրելակերպից, որ դրսևանց գեղեցիկ է երևում, շքեղ է երևում, բայց ներսևանց իսկապես փտած է, իսկապես դառն է։ Ղովտը դա ապրել է, դու մենակ չես, ասում է, նա ձանձրացել էր մարդկանց այս չար վարմունքներից եւ շարունակում է, ասում է, որովհետեւ այն արդարը նրանց մեջ բնակվելով, տեսնելով, լսելով, ասում է, օրեցօր իր արդար հոգին տանջվում էր նրանց անօրեն գործերովը։ Եթե Սուրբ Հոգին քո մեջ է, անկասկած դու ես նույն բանը ճաշակում տեսնում ես ու քո մեջ էլ այդ նույն, կներեք ասեմ, զզվանքը գալիս, որ նայում ես, ասում ես, լավ, բավական է, այսքան կեղծիկ, այսքան դերասանություն, այսքան ստություն, շարունակում է, ասում է, Տերը գիտի աստվածապաշտներին փրկել փորձանքից եւ անիրավներին պահել դատաստանի օրվա համար, որ տանջվեն։ Եկեք փառք Հիսուսին, ով ինքը իրեն աստվածապաշտ է համարում, ով ինքը իրեն ամեն օր հաշիվ է տալիս իր արարքների, իր պահվածքի, իր խոսացածի, իր վարմունքների համար, ուրեմն ես ձեզ վստահեցնում եմ, որ քո աստվածապաշտությունը իզուր չի, որովհետև մարդկությունը ավելի հեշտ դատում է դիմացինին, ճիշտ է ապրում թե սխալ առանց հասկանալու, որ այդ դիմացինի սխալը իր մեջ է բնակվում, ուղղակի մի քիչ տարբեր ենք մեղքերը գործում,
Միևնույնն է մեղքը մեղքի Աստծո աչքին, միևնույնն է մեղքը մահ է ծնում ամեն ժամանակ, բայց այն մարդը, որ Հիսուսից վերստին ծնված է, այն մարդը, որ հավատաց Հիսուսի բարի լուրին, որ նա է Աստծո որդին, երկնքից իջածը, որ եկել է մարդկությանը փրկելու, ով որ ընդունեց նրան, որպես իր փրկիչը, իր կյանքի իմաստը եւ այսօր իր սրտի գահին այլևս մամոնան փողը չի տիրում, մարդը չի թակավորում, հիմա կասեք մարդը ոնց կարա թակավորի, շատ զավակների համար իրանց ծնողներն են իրանց սրտի գահին նստած դեռ, շատ ծնողների համար իրենց երեխաներն են իրենց սրտի գահին նստած, սա Աստված չի հանդուրժում, Աստված ասեց միայն ու միայն եսն եմ քո սրտի գահին նստած, որովհետև քո երեխան է կանցնի, մայրն է կանցնի, քույրն է կանցնի, եղբայրն է կանցնի, սաղ կանցնեն, բայց ես կմնամ նույնը, երեք, այսօր եւ հավիտյան, այսօր մենք որոշման առջև ենք, գիտեք, մի խոսք է ասում, որ այս խոսքերը իսկապես ինձ ցավեցնում է, մի տեսակ տանջում է, ասում եմ մայրդ էլ քեզ կթողի, հայրդ էլ քեզ կթողի, դուք նայեք ինչ խոսքեր ասում, այսինքն կարա քո այն ամենամտերիմ հարազատը քեզ ուրանա, բայց ասում եմ ես չեմ թողի, ես քո հետ կլինեմ, ասում եմ մինչև աշխարհքի վերջ, այդ ընթացքը կտկարանաս, կբարձրանաս, կընկնես, կսխալվես, կթուլանաս, նույնիսկ Պետրոսի նման միգուցե ուրանաս, ասում եմ ես քեզ չեմ թողի, ես քո հետ կլինեմ ու քո ձեռքդ կբռնեմ ու քեզ կառաջնորդեմ, միայն ու միայն դու իմ ձեռքը չթողես, խնդիրը ստեղ այն չէ, որ Աստված է մեր ձեռքը թողում, երբ որ մենք մեղք ենք գործում, մեղքը ունի մի հատ հատկություն, որ մեզ այնքան է կեղտոտեցնում, որ մենք ենք իր ձեռքը թողում, իրանից հեռանում, ինքը չի թողի մեր ձեռքը, անառակ որդու առակից մենք բոլորս հասկանում ենք արդեն, անառակ որդին, որտև չար ցանկություններ ուներ, գնար, պոռնիկանար, գողանար, փչանար, անառակ կյանք ապրեր, չասեց հայրը, հել տնիցս, դու այդ ցանկություններ ունես, ինքը եկավ հորը ասես տուր ինձ իմ բաժին հարստությունը, առավ իր հարստությունը, ինքը գնաց իր անառակ կյանքը ապրեց, մի օր գիտակցեց, ես ինչ եմ անում, ամեն բան կորցրեց, ասեց եթե հետ գնամ իմ հորը, մեկ այմ հերը ինձի չի դավաճանի, էլի հետ կընդունի, երբ որ այդ որդին վերադարձավ, ասում է հայրը, երբ որ նրան տեսավ, վազեց ու գրկեց որդուն, ասաց փոխեք պատմուճանը, հանեք այս աշխարհի կեղտոտ շորերը նրա վրայից, հագցրեք կոշիկներ, մատանին մատին դրեց, դուք նայեք ինչ պատիվ, ինչ ընդունելու ձև, մեր Աստված մեզ չի թողում, մենք ենք իրան թողում, բայց հիշեք մի կարևոր բան, մնանք հավատարիմ մեր հորը, նա այլևս այնպես չէ, որ մենք իրան պաշտոնական ենք դիմում, անունով ենք դիմում, մենք Հիսուս սովորացեց, Հիսուս բացեց, պատրեց այդ վարակույրը, ասեց սրանից հետո, որ աղոթեք հայրին, այսինքն պապա ջան, լսիր ինձ, այդ ձև մտերիմ հարաբերություն բերեց մեր եւ Աստծո միջև, այլևս չենք աղոթում մենք անունով, չենք գալի քահանաներին կամ հովիվներին ասում բարեխոսի իմ ու Աստծո միջև, այլ մենք անձամբ գալիս ենք եւ մտնում ենք նրա սրբության սրբոց եւ ասում ենք հայրիմ Հիսուս որդուդ անունով, այդպես սովորեցեց, որ մենք Հիսուսի անունով պետք է նրան մոտենանք, միակ կերպը, միակ ձևը, միակ միջոցը Հիսուսի անունով է եւ Աստված լսում է բոլոր նրանց, ովքեր որ իսկապես լրջորեն ընդունել են Հիսուսին, ովքեր որ չեն խաղում, այլ իսկապես ընդունել են Հիսուսին, որպես իրենց Տերը եւ իրենց Փրկիչը։ Ամեն։ Այսօրվա քարոզի վերնագիրը ծնվեց մի հետաքրքիր ձևով իմ մեջ, կուզեմ ձեզ հետ կիսվել։ Մելանից երբ որ երեխան ունենում էր, մինչ ունենալ այդ ցավերի մեջ շատ ցավ քաշեց եւ այդ ցավերի մեջ երբ որ նա այդ վիճակի մեջ էր Ռոզիեն կհիշեն, Ռոմանը Ռոզին, շուռ էր գալի աչքերիս մեջ էր նայում, ասում էր էլ չեմ կարում եւ այդ պահին մենակ մի բան է իրան ասում,
չհանձնվես, մինչև վերջ գնում ես, դու նայ ինչ ուրախություն ա ծնվելու ես ցավից։ Ցավից ա ծնվում ուրախությունը։ Եվ հենց դա էլ ճաշակեց ինքը։ Աստծո ժողովուրդ, հենց այդտեղից իմ մեջ ծնվեց մի հատ քարոզ, չհանձնվես։ Եվ այսօր եկել եմ ձեզ ասեմ յուրաքանչյուրիդ, չգիտեմ ով ինչ ցավով է ապրում, ես չգիտեմ ով ինչ խնդիր ու դժվարություն ունի իր կյանքում, բայց մեկը կա, որ գիտի։ Եվ այդ մեկը հենց այդ խոսքը ծնեց իմ մեջ, որ բերեմ ու տամ ձեզ, ասելու, ինչքան էլ ծանր լինի, ինչքան էլ հուսահատեցնող լինի, չհանձնվեք։ Չհանձնվեք Աստծո ժողովուրդ։ Փիլիպեցիս 4:13 համարում Պողոս առաքյալը գեղեցիկ հայտարարություն անում, ասում է ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Մի գրամ հանձնվելու սենց փափակ չկա այս խոսքերի մեջ։ Մենք տեսնում ենք հզոր համառորեն խոսքեր, որը որ այսօր դարձել է մեր հավատացյալներից խոսքը սա, որ մենք էլ ենք կրկնում Պողոսի խոսքերը ասելով ինձ զորացնող Քրիստոսով ամեն բան կարող եմ, այսինքն չկա իմ դեմ արգելքներ։ Այսօրվա քարոզը մեզ կենտրոնացնում է մեր կարողության վրա, շատ չոգևորվեք, ի նկատի ունեմ Քրիստոս Հիսուսում։ Այսինքն ոչ թե մեր սեփական կարողության վրա, որ կարծում ես փող ունես, դիրք ունես, անուն ունես, պատիվ ունես կամ ինչ որ կարողություններ ունես, ծանոթներ ունես, այդ կարողության մասին չի խոսքը։ Եթե դու ծանոթ չես երկնային թագավորին, ոչ մի բան չունես։ Երկնային թագավորն է միայն քո մտերիմ ընկերը, որ կարող է բարեխոսել ու բաներ փոխել քո կյանքում։ Դրա համար մենք ինչ ենք հասկանում ենք, որ ոչ թե մեր սեփական կարողության վրա, այլ մեր Քրիստոս Հիսուսի զորության վրա։ Ամեն։ Պողոս առաքյալը դուք կհիշեք, շատ չարչարանքներով անցել եւ միտեղ վկայում է իր մասին, ասում է խայտ տրվեցավ ինձ սատանայի հրեշտակ, որ ինձի բռունցքով ծեծում էր։ Այսինքն սա մեկնաբան եմ բացատրեմ, ասեմ ինչ է։ Ի նկատի ունի մի փորձություն, մի դժվարություն, մի բան կար իմ կյանքում, որը որ չի բացահայտում։ Ինչ, ասում է, որ ես եկա Աստծո առաջ եւ 3 անգամ խնդրեցի Աստծի Տեր, խնդրում եմ, այս դժվարություն, այսինքն այս վիճակը իմ, ել չեմ կարող, վերցրա ինձանից։ Եվ շարունակում է ասել, սա լսեք խոսքերը, երբ որ նա Հիսուսին աղոթում է, Հիսուսը այս խոսքերն են ասում, բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարվում։ Եվ ստեղ Պողոս առաքյալը դա վկայելուց հետո, որ երբ որ երկնքից եկավ մի խոսք, բռնեցի եւ ասում այս խոսքերը, ասում այդ ավելի հոժարությամբ շարունակում ասել, իմ տկարություններով կպարծենամ ես, որ Քրիստոսի զորությունը բնակվի ինձանում։ Այսինքն, երբ որ Պողոս առաքյալը հասկացավ, որ Հիսուսը չի վերցնելու իրանից այդ փորձությունը, այլ այդ փորձության մեջ ինքը ճաշակելու Աստծո զորությունը եւ հաղթական ահելնելու այդ փորձությունից, ասում է սրանից հետո իմ տկարություններով եմ ես պարծենալու։ Աստծո ժողովուրդ, մենք մեզանով անհնարին, անկարելի վիճակները չենք կարող փոխել։ Չենք կարող փոխել։ Մենք բոլորս դա գիտենք, բայց մեր հավատքի միջոցով, լսեք, ամենակարևոր բանը առաջի հավատքն է։ Մենք Աստծուն չենք գոհացնի առանց հավատքի։ Մենք կարանք գանք ասենք Աստված տուր, բայց չհավատանք ու չենք էլ առնելու։ Հավատքը ամենակարևոր բանն է, Աստծուն գոհացնում է մարդու, ոչ թե ինչ որ դու քեզ սենց կատարյալ պահես, որ Աստծո աչքին ցույց տաս, դու քո գործերով ճիշտ ես, հա, քո հավատքդ, քո հավատքի քալի, այտենց որներ Ռախաբը, որը որ շատ կներեք, պոռնիկ մի կին էր, հա, գիտեք, թշնամուկին չեր փրկվի, նրա հավատքի քայլն էր, որ ինքը եւ իր տունտեղը փրկվեցին։ Աստված գիտի, որ մենք տկար ենք, Աստված գիտի, որ այս մարմնի մեջ մի հատ լավ բան չկա, ամեն մարդ սուտ է, ամեն մարդ սուտ է,
Միակ ճշմարիտը ինքն է։ Եվ թող ամեն օր մենք ավելի ցածրանանք, ավելի ոչնչանանք, որ ինքը մեր մեջ երևա։ Եվ այստեղ մենք ինչ ենք հասկանում, որ մեր հավատքով Քրիստոս Հիսուսի զորությամբ մենք կարող ենք սարեր տեղափոխել։ Փաստոր Արման տեղափոխել ենք, թե ոչ։ Քանի անգամներ 16-17 տարի այդքան սարեր ենք տեղափոխում, հրամայում ենք հավատքով Տիրոջ իշխանությամբ ու զորությամբ եւ տեղափոխում ենք։ Հավատքով եւ Քրիստոս Հիսուսի զորությամբ մենք կարող ենք երիքով, այսինքն թշնամու պարիսպները, որ թշնամին շարել է մեր առջև եւ ելք չկա, մենք կարող ենք դա քանդել։ Հավատք։ Մենք կարող ենք հավատքով եւ Աստծո զորությամբ կարմիր ծովը ճեղքել։ Գիտեք, կարող է ստեղ հիմա մարդիկ կանգնած են։ Արջևումը ծովն է, ետևումը թշնամին է եւ տեղ չունես գնալու, ոչ կարաս փախնես, ոչ է կարաս առաջ գնաս։ Միգուցե այդ ծովը քո համար վերջն է եւ ուզում ես հանձնվես, ասես լավ թող ինչ լնում ալնի։ Տեր ասում է չհանձնվես Աստծո մարդ։ Չհանձնվես, եթե դու իմ անունն ես կրում քո ճակատի վրա, ունես Աստծո կնիքը, չհանձնվես։ Չհանձնվես որևէ տեղ։ Գիտեք, եղել է մի պահ իմ կյանքում, իմ օրինակից եմ խոսում, որ պարզապես հանձնվել եմ, ասել եմ վերջ, բաժանվում եմ ու իմ տունը քանդում եմ, որովհետև ես չեմ կարողանում էլ այս տղայի հետ ապրեմ, որովհետև ինքը իր առանձին կյանք ունի, մենք այստեղ ուղակի կանք։ Եվ ես պահ ա եկել, որ որոշել եմ բաժանվում եմ ու թղթերը տվել եմ, բաժանվում եմ։ Ինքը գիտե այդ ամենը։ Առաջի անգամ, որ ես Աստծո ձայնը լսել եմ ու մինչև առօրս չեմ հասկանում, լսել եմ, թե սրտիս հետ ա խոսացել, որովհետև շատ իրական ա եղել, չբաժանվես ու չհանձնվես։ Եվ ես մտածեցի, ասացի, այդ ժամանակ այդքան հոգևոր գիտելիք չունեի, բայց իմ մեջ ես վերլուծեցի, ինչ ա ինձ տալու բաժանումը։ Ինչ ա ինձ տալու բաժանումը, եւ ես որոշում կայացեցի, ասի մինչև վերջ գնալու եմ եւ ես թշնամու ձեռից Արմանին խլելու եմ։ Թշնամին չի կարա իմ ամուսնուն ունենա, իմ կեսին, իմ երեխաների հորը չի կարա թշնամին ունենա։ Ես պիտի մինչև վերջ գնամ ու իմ ամուսնուն փրկեմ այդ դժոխքից եւ մինչև վերջ գնացել եմ։ Թշնամին, որ ունեցել է զորություն ու իշխանություն, որ իմ ու Արմանի միջև պատնեշ էր դրել, եւ ես չէի կարողանում հաղորդակցել իմ ամուսնու հետ այդ երիքովի պարիսպը քանդել ա Տերը հանուն իրան վստահելու։ Աստծո ժողովուրդ, չկա մի վիճակ, որ Աստված չկարողանա փոխի։ Մեկը չգա իմ մոտ այդ անհավատության խոսքը չասի։ Անցած օրը երեխան ծնվել էր, չէր ծնվել էր, մի վարքյան մտա խանութ, ասի մի բան առնեմ, նոր գնամ հիվանդանոց եւ զգացի մի կին միգուցե հիմա ինձ դիտում է, որտեվ հենց իր վկայությունն է, հա, զգացի մի կին ուշադիր ինձ է նայում եւ ես արագի վրա եմ, խուսափում եմ, որ արագ առևտուրս անեմ ու հելնեմ, բայց մոտեցավ ինձ, ասաց ես ձեզ հետևում եմ, ձեր քարոզները լսում եմ ու չեք պատկերացնի որքան եմ օրհնվում ձեր քարոզներով եւ վկայություն տվեց, ասաց երեխաս MS ունի աղջիկս եւ ասաց եւ ես հարցրեցի հիմա ոնց է ինքը եւ ասաց սենց էլ մնա լավ է։ Դու գիտեք ինձ ոնց խանգարեց այդ խոսքերը, սենց էլ մնա լավ է, ոչ։ Այսա որ Աստված ուզում է մեր մտածելակերպը փոխի, ոնց երեխեդ MS, այտենց վատ վիճակում մնալավ է, ոչ ասեցի, քուրս բերանդ փոխի։ Լավանալույա, բժշկվելույա, փրկվելույա։ Մենք այն Աստծուն չենք պաշտում, որ մենք մեր չափանիշով իրանից խնդրենք։ Մեր Աստված ուզում է մենք սարեր տեղափոխենք։ Մեր Աստված ուզում է մենք մեռելներ կենթանացնենք մեր հավատքով։ Ուր է մեր հավատքը։ Տեսնում եք ինչ թերի հավատ, դրա համար այդ նույն կարգավիճակում շարունակում է մարդը մնալ։ Ոչ ես։ Ոչ ես։ Մի պահ Մելենին երեխան ունենալու էր, մի փոքր բարդություն եղավ։ Անմիջապես դուրս հելա։
բոլոր այնտեղ նստած մերոնք ասի ձեր բռնեք աղոթք ենք բարձրացնում։ Դու գիտեք այդ աղոթքը փոխեց կարգավիճակը։ Դու գիտեք այդ աղոթքը անենց հարթ ձևով, անենց գեղեցիկ ձևով ամեն ինչ եղավ։ Ու ուղղակի ես նայում եմ երկինք ու անդադ ժպտում եմ։ Երևի կողքից ինձ նայողները կասեն գիժա, բայց ոչինչ, թող Տիրոջս գիժը լինեմ։ Նայում եմ երկինք ու ժպտում եմ, ասում Տեր, դու ինչ լավն ես։ Դու ինչ հավատարիմ ես։ Քեզ խնդրողին երբեք երեսը չես թեքում։ Քո ձեռքը չի կարճացել քեզ խնդրողին։ Դու լսում ես։ Դու կարող ես փոխել իրավիճակներ։ Հիշեք մի բան։ Շատերը ասում են, եթե Աստված կա, ինչու է այս բաների մետ դնում։ Մենք ապրում ենք ընկած աշխարհում, որտեղ սատանայի աթոռն է, որ աշխարհի իշխանը սատանան է, հարցակումները, փորձությունները, հիվանդությունները, ամեն ինչը կգան, բայց դու որ դիրքից ես պատերազմում, դա է կարևորը։ Ես, Փաստոր Արմանը ու իմ ընտանիքը հաղթական դիրքից ենք պատերազմում թշնամու դեմ։ Մենք այլևս ոչ մարդկանց չար նայվածքները, ոչ արհամարանքը, ոչ մարդկանց որևէ սխալ խոսքերն ու դավանանքները, ոչ իրավիճակները, իմ հետ եք, ոչ մի բան մեզ չի կարողանում շարժի մեր տեղից, որտեղ մենք հաստատված ենք ժայռի վրա, մեր դիրքը Քրիստոս Հիսուսը, մենք ունենք Քրիստոսի միտքը, մենք պատերազմում ենք Քրիստոսի մտքով, ինչ ուզում են ասեն, ոնց ուզում են թող մեր հեղինակությունը գցեն, ինչ ուզում են թող արտահայտվեն ու դավանեն, այդ սուրը ոնց բաց թողեն հետա գնալու իրանց։ No weapon formed against us will work, never. Ոչ մի գործիք Աստծո զավակի դեմ, որ կփորձեն նետը լարեն ու բաց թողեն, չի գալու քեզ կպնի։ 1000 ձախ կողմդ, 10,000 աջ կողմդ, ասում եմ դու կմնաս կայուն։ Այս հավատքով պետք է մենք ապրենք։ Ես չգիտեմ այսօր ով ինչով է անցնում եւ պարզապես միգուցե ուզում ես հանձնվես։ Թույլ տվեք էլի բարձրաձայնեմ, չհանձնվեք, չհանձնվեք, մինչև վերջ գնացեք։ Միայն հենվեք Աստծո զորության վրա եւ խոստումների վրա։ Ամեն։ Չկորցնենք մեր հույսը։ Քաջալերանք գտնենք Աստծո խոսքի վրա։ Եվ հենց այս պահին, այս խոսքի վրա, այս մանանայի վրա, որ Տերը կերակրում է յուրաքանչյուրիս։ Գիտեք, Ջեյմսը շատ գեղեցիկ խոսք ասաց, երբ որ Իսրայել ժողովրդին Աստված մանանա էր տալիս երկնքից, ոմանք այնտեղ պահում էին, մույսորն էին ուտում։ Նմանեցրեց երեխան հենց այս քարոզներին, որ մի կիրակի գալով, առնելով, կամ 3 շաբաթը մեկ գալով, առնելով խոսքը, այդ նույն խոսքը ուտում են 3 շաբաթ, բայց գիտեք Աստված այդպես չի ուզում, Աստված ամեն օր թար մանանա է տալիս, որովհետև նրանք, որ պահեցին հինը կերան, որդոտեց այդ մանանան, բայց երբ որ Աստված նորն է տալիս, Աստծո ժողովուրդ, քեզ նենց կզորացնի, մարդիկ հազարներով փողեր են ծախսում գնան rehab կամ որևէ ինչ են ասում օգնեք ինձ therapist-ների մոտ, հա, որպեսզի իրանց մի օրով, 2 օրով ձգեմ, բաներ համոզեն։ Մեր Աստված համոզելիք չունի։ Մեր Աստված խոսում է, իր բերանից հելավ կատարվում է։ Մեր Աստված, երբ որ այսօր այս խոսքը տվեց, ես խոստանում եմ ձեզ, յուրաքանչյուր անձ, որ ես դռնից ելնելու է, փոխված մարդ է ելնելու։ Ստեղ Աստծո ներկայության մեջ նույնը մնալ չկա։ Նույնը մնում են այն մարդիկ, ովքեր անհավատությամբ են գալի։ Աստված ասաց, ով որ երկմտեց, ով որ կասկածեց, իր խոսքի վրա չի առնելու, բայց ով որ հավատաց, որ այս խոսքերը այո եւ ամեն են, ուրեմն իր կյանքում կդառնա այո եւ ամեն։ Աստված մեզ ուզում է հաղթահարենք ամեն դժվարություններ, եւ Աստված ուզում է մենք մինչ այդ իրավիճակը կկատարվի հաղթական, մենք արդեն հաղթանակի դրոշները բարձրացնենք։ Հաղթանակի դրոշներ բարձրացրեք։ Դա որն է, ձեր բերանի խոսքերը փոխեք։
սկսեք խոսել լույս եւ կյանք ձեր իրավիճակների վրա։ Գործը տա վատ վիճակում։ Եկել ես այսօր եւ հուսահատ ես, կարծում ես շատ մեծ վտանգ ա քեզ սպասվում։ Հաղթանակի դրոշը բարձացա ու բարձա ձայնի, որ շատ լավ ա լինելու։ Աստված ամեն բան բարի ա անում իրեն սիրողների համար։ Հիներն անցան, նորերն եկան, Աստծո համար անհնարին բան չկա, ժողովուրդ։ Չկա մեկը, որ Աստծուն հուսա ու ամանչի, չկա նման բան, ամեն։ Իմ կյանքը, իմ ընտանիքը վառ օրինակ ա ձեզ, մենք թափանցիկ ապրում ենք ձեր առաջ, ընկնում եմ, գալի ասում եմ, ընկած եմ, բարձրանում եմ, գալի ասում եմ, բարձրացել եմ, առնում եմ հայտնություն, գալի ասում եմ, հայտնություն ունեմ, չեմ առնում, ասում եմ, չունեմ, հարց եք տալի, գիտեմ, ասում եմ պատասխանը, չգիտեմ, ասում եմ, չգիտեմ, թափանցիկ ենք, բայց դուք չեք տենում հաղթանակը մեր կյանքում, որ սատանան մեր ոտքերի տակն է, չունի ոչ մի ուժ ու զորություն իմ ընտանիքի վրա, իմ թոռնիկի վրա, իմ գալիք սերունդների վրա, ես հաղթական քայլում եմ երկրի վրա, ես կարիք չունեմ հելնեմ երկինք, որ նոր ասեմ, Աստծո թագավորությունը տեսա, ես արդեն տենում եմ Աստծո թագավորությունը երկրի վրա, եւ ոչ թե միայն տենում եմ, ճաշակում եմ, ինչու, որտեվ իմ մեջ ա բնակվում, որտեվ Հիսուս գալով բերեց լույսը եւ մցրեց իմ սրտի մեջ եւ իմ խավարը, այն կեղտոտ մսուրը լուսավորեց եւ ցույց տալով ինձ իմ տկար տեղերը եւ սխալ տեղերը, նա ինձ սկսեց առաջնորդել։ Մարդկորեն ոչ մի թշնամու չեմ կարողացել հաղթել, բայց Աստծո զորությամբ այսօր թշնամին իմ ոտքերի տակ է։ Ես թշնամուս պարտությունը ամեն օր տոնում եմ։ Տոնեք ձեր թշնամու պարտությունը։ Ինչն է քո կյանքում թշնամին, ինչն է քեզ խանգարում, ցավեցնում, գողանում քո խաղաղությունը, ինչն է բերում քո մեջ անհույս իրավիճակ։ Խոսա նրա վրա, ասա Հիսուսի անունով եւ այրունով ես քեզ հաղթել եմ։ Խոսա կյանք, դու ինքդ քո իրավիճակների վրա։ Տեսնում ես, հարցնում ես, սենց գալիս են եկեղեցի, հազիվ գալի նստում են, հոգնած, թոռոմած, հետո հելնում սենց է հետ են գնում։ No, մենք Աստծո զավակներ ենք, գլուխներս բարձր, հաղթական ենք քայլում։ 3 հոգի ամեն ասեց։ Բարձած ձայնեք ամեն, այսքան ժողովուրդ ու 3 հոգի ամեն։ Վստահենք Աստծուն, հավատքով վստահենք Աստծո զորությանը։ Մատթեոս 24:13 համարում Հիսուս այս խոսքերը ասեց. բռնեք, Սիլվին չի ասում, ես չեմ ասող այս խոսքերը, ես էլ եմ բռնում, ասեց, բայց ով որ մինչև վերջ համբերի, նա փրկվելու է։ Այսինքն ով մինչև վերջ համբերի, նա հաղթելու է։ Գիտեք, միգուցե քո երազած տան մեջ չես ապրում եւ քեզ թվում է, որտեվ շնորհք չունես, պարտված ես։ Ես դες մի հատ լավ խորհուրդ տամ, գանձերը դիզիր երկնքում պալատների մեջ ես ապրելու, երկնքում դիզի քո հարստությունը, եթե մի քիչ ունես, օգնիր ու տուր կարիքավորներին, խոստանում եմ ձեզ, մենք երկնքում ընենց ենք վայելելու, որ այս ժամանակավոր չգիտեմ, քանի տարի են մարդը ապրում, 100 ապրում, հիմա մի 70, 60, 50, չգիտեմ, գնալով կարճանում աչարության պատճառով կյանքը մարդու մեջ, խոստանում եմ ձեզ, երկրի դիզածը մեր ցեցերը կուտեն, կժանգոտեն, բայց այն ինչ որ այսօր մենք դիզում ենք երկնքում, ոչ ոք չի կարող մեզանից գողանալ։ Աստված վարձահատույց է բոլոր իր խոսքին խոնարհողներին, բոլորին, ամեն։ Գիտեք, կարևորը հաղթանակը սկզբում չլինի, որ մենք ասենք հաղթական սկսենք, եկանք եկեղեցի, մեր կյանքը տվինք Տիրոջը, արդեն աղոթում ենք, ծոմեր ենք պահում, խոսքը գիտեք, էդի կարևոր չի։ Ձգտեք վերջը հաղթական լինի։ Գիտեք, երբ որ նայում եք վասկի այդ մրցույթը, հա, ովքեր են նայել,
TV-ով նես չի ես գնացել նստենայել եմ TV-ով երբ որ նայում ես մրցույթը վազողները այն առաջիդ որ արագ գնում են դրանք չեն հաղթողները հանգիստ սկսի վերջում արագացրա որ հասնես հաղթանակին որ առնես price-ը Հիսուսի ձեռքից դրա համար եմ ասում նրանք ովքեր եկել են եկեղեցի եւ խոստումներ են տվել վայ փաստոր ջան էս ինչ եկեղեցի է էս ինչ լավ ժողովուրդ եք էս ինչ լավն եք դուք էս ինչ լավ եք քարոզը վերջում դրանք են ինձ դավաճանողներն եղել եւ եկեղեցուն մարմնին Քրիստոսի մարմնին սա մարմինն է դավաճան է բայց նրանք որ սուսուփուս եկել են վերջում սրանք ամենահավատարիմներն են եղել որովհետև սրանք բան չունեն ապացուցելու, սրանք ապրում են Հիսուսի հետ։ Դա համար եմ ասում ձեզ, նրանք որ մի հատ գալի ու գնում են, հետո չեն գալի, հետո գալիս են, հավատացնում եմ ձեզ, սրանք հավատարիմ են մնում Աստծուն վերջում։ Եվ փառք եմ տալի Տիրոջը, որտեղ ստեղ սաղդ հավատարիմներ եք, ոչ թե ինձ, Հիսուսին, ամեն։ Քրիստոսի մարմինն է եկեղեցին։ Ստեղ շատ նոր մարդիկ կան, ուզում եմ ուշադիր լսեք։ Երբ որ մարմին եմ ասում Քրիստոս Հիսուսի եկեղեցին է դա։ Քրիստոս Հիսուս ձեր կարծիքով իր մարմնի, իր եկեղեցու, իր հարսի հետ անտարբեր կվարվի, հարց եմ տալի։ Եթե մի ամուսին իր կնոջը անտարբեր է, ուրեմն ինքը նորմալ չի։ Ուրեմն ինքը տեղում չի որպես տղամարդ։ Որտեվ Հիսուս մի պատվիրան տվեց, ասաց, լսեք, ոնց որ ես իմ եկեղեցուն եմ սիրում, իմ կյանքն եմ տվել, այսինքն արուն եմ թափել իմ եկեղեցու համար, դու էլ նույն ձև պիտի քո կնոջդ սիրես։ Չի ասում առաջինը սիրի մամայիդ, հետո սիրի կնոջդ, այդպես սկզբունք չկա։ Երբ որ դու կնոջդ ընտրում ես, պիտի թողես, հեսա տղեկս լսում են, պիտի թողեն մայրը հայրը, հարեն իրանց կնոջը, որովհետև 4-5 հոգով մեկ չենք կարող լինել, խանգարելու են մայրերն ու հայրերը։ Ես ձեզ խոստանում եմ խանգարելու են, դա համար Աստված ասում է թող մայրդ ու հայրդ, գնա ու կնոջդ հետ մեկ եղի, չի ասում մամայդ է հետները տար երեքով մեկ եղեք, տենց բան գոյություն չունի, որ հայ համայնքի մեջ կա, դրա համար այսքան բաժանումներ կա, որովհետև մաման մի հատ թող լավ խոս լսի, հետո նոր կես հատ լավ խոսնե կնիկը կլսի, ոչ, տենց բան չկա, դու թողում ես քո մայրը, հենա թող տղաս վկայի, քանի անգամ եմ իրան ասում, եթե կյանքում ես նկատեմ, իմ մոտ, դու քո կնոջը վիրավորես կամ անարգես, վերջի անգամ կլինի, որ ինձ ձեր մեջ կտենակ, որտև դա չընդունված բան է։ Աստվածային ընտանիքը սկզբունքը նա է, որ առաջինը սիրես, պատվես քո կնոջը, քո կյանքդ տաս, երբ որ կնոջդ կցավացնեն, դու ձեռքերդ փռես ու պաշտպանես, դա է Աստված ասում։ Հետը միասին ասում է պատվիր հայրդ մայրդ, չի նշանակում ասում է մորդ հորդ ինչ կասեն, թեկուզ սխալ կնոջդ համար լսի ու արա, չէ։ Երեխեք, մենք պետք է շատ զգուշ ընենք, եթե Հիսուսի հետ ենք քայլում Աստծո խոսքով առաջ գնանք, այսօր շատ ընտանիքներ քանդվում են, ու ցավով եմ սա ասում, ցավով եմ ես սա ասում, իսկապես սիրտս տրտմում է։ Մենք հաղթել ենք, մենք այսօր ամուսիններով մեկ ենք Քրիստոսում, ոչ ոք մեր միջև չի կարա գա, իմ ամուսնուն ասեն աչքի վերևը ունք կա այսենց, ձեռքերս փռում եմ ու պաշտպանեմ, եթե նույնիսկ զգամ սխալա։ Նույնպես ինքը ինձ, սա է աստվածային ընտանիքի սկզբունքը, որովհետև մենք ծնողներս մի օր գնալու ենք, բա մեր երեխաները ուզենք դառնացնենք նրան։ Ես եթե իմ տղային սիրում եմ ու իրա կեսին չսիրեմ, ես ուրեմն հիպոկրիտ եմ, ուրեմն տեղում չեմ։ Իրա կեսն է իրա կինը, իրա գալիք սերունդը, իրա երեխեքը տղաները։ Իրա կեսն են ու այդ կնոջ կեսն են, ինչա նշանակում երկուսինը մեկ են։ Ուրեմն ես եթե նրանց սիրում եմ, չեմ կարա նրանց չսիրեմ, ինձ հետ եք։ Մենք պետք է սովորենք Աստծով ապրել, որպեսզի մեր ընտանիքներում Աստծո իմաստությամբ ապրել, որպեսզի խաղաղությունը միշտ տիրի ընտանիքում։ Ամեն։ Պողոս առաքյալը երբ բարձրաձայնում է ասելով ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով, նա հայտարարում է, որ չի հանձնվելու ինչ փորձությունով, ինչ դժվարությունով, ինչ հիասթափությունով ու հարձակումներով էլ որ անցնի։ Հովհաննես առաքյալը
Նայեք ինչ գեղեցիկ խոսքեր ասում եւ այսօր այս խոսքերը բոլորիս համար է։ Ասում է դուք Աստվածանից եք որդյակներ։ Ով Աստվածանից։ Ով է ինքը երկրի վրա, բայց երկնային քաղաքացի։ Եկեք դավանենք, որ մենք երկնային քաղաքացիներ ենք, ասում է եւ հաղթեցիք նրանց, որովհետեւ ավելի մեծ է նա, որ ձեզանում է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։ Սուրբ Հոգի ունես քո մեջ, դու հաղթող ես։ Սուրբ Հոգին քո մեջ է, դու խնդիր չունես։ Սուրբ Հոգին քո մեջ է, դու հանձնվելը նույնիսկ երկրորդ միտք տեղ չես տա դրան, ամեն։ Հասկանալով, որ մեր մեջին ավելի մեծ է եւ զորավոր է, նշանակում է մեկ բան՝ չհանձնվենք։ Չհանձնվենք։ Հանձնվում եւ պարտվում են Աստծո ժողովուրդ ստեղ ու շատ դիր լսեք։ Հանձնվում եւ պարտվում են միայն ու միայն վախկոտները։ Գիտեք, մի քիչ ծիծաղալու կարող է հնչի, բայց ուզում եմ սա ասել։ Հա, չէի ուզում Արմանը կռիվների մեջ ընկներ, ամեն ինչ անում է իրան հետ պահի, այդ ապրելակերպից, այդ կյանքից, բայց դուրս գալիս էր գախնի իրա դուխը։ Էսի մենակ ձեր հետ եմ կիսվում, ես սիրում եմ դուխով տղեկ, որ տղեն դուխով լնի էլի, չէ։ Հա, բայց հիմա չեմ ասում դուխով լնենք էլի կռիվների մեջ, հիմա մենք պետքա դուխով լնենք իրական թշնամու հետ, ովքեր են պատրաստես իրանց դուխը ցույց տան իրական թշնամուն, որի անունն է Սատանա։ Դե այդքան դուխով տղեկ եկեք կռվենք հիմա էլ Սատանու դեմ։ Աստված չի ասում է երկինք չեն հելնի վախկոտները։ Աստված չի սիրում վախկոտներ։ Աստված ուզում է մենք քաջ լինենք։ Եթե քո կարգավիճակդ, իրավիճակդ քեզ սարսափեցնում է, վախեցնում է այս պահին, չգիտեմ ինչով ես անցնում, քո համար խոսք ունեմ։ Պողոս Առաքյալի խոսքերն է, լսեք։ Տիմոթեոսին տվեց երկրորդ թուղթ առաջի 7 համար, ասում է, որովհետև Աստված չտվեց մեզ վախի հոգին, այլ զորության եւ սիրո եւ զգաստության հոգին։ Աստվածաշունչը մեզ 365 անգամ ասում է չվախենաս, չվախենաս։ Ինչ է նշանակում։ Նշանակում է տարվա ամեն օրվա համար հիշեցում կա, չվախենաս։ Այսօր հելար, երկրորդ օրը չվախենաս, երրորդ օրը չվախենաս։ Աստված իրական է եւ իր խոսքը իրական է։ Ասում եմ, իր խոսքը իրան դատարկ հետ չի գալիս։ Հավատում ես այսօրվա խոսքին։ Հավատում ես, որ Աստված ամեն ինչ կարող է փոխել քո կյանքում։ Ուրեմն դիմադրենք վախերին, հանձնվելուն քաջությամբ, քաջության խոսքերով, ասելով ամեն բան, կրկնեք, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Դե հիմա թողեք, որ մի հատ հասկանաք ինչ ասեցիք, դե հիմա ապրեք դրանով, ամեն։ Այսօրվա պատգամը մեզ յուրաքանչյուրիս համար հույսի ուղերձ է։ Եթե համամիտ եք, ասեք ամեն։ Մենք պետք է Տիրոջը ապավինենք մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Պողոս Առաքյալը ինքը իրեն վարժեցրել էր չհանձնվել։ Ես հիմա մի հատ տեղ կկարդամ, դուք ուղղակի փորձեք, խնդրում եմ ձեզ, շատ չեմ երկարացնելու, փորձեք հասկանաք Պողոս Առաքյալը ինչա վկայում, ինչերով է ինքը անցել, նայեք ինչերով է անցել։ Երկրորդ Կորինթացիս 11:34, ասում է հրյաներից 5 անգամ 40-ից 1 պակաս ծեծ ընդունեցի, այսինքն ծեծեցին ինձ։ 3 անգամ ծաղկով ծեծեցին, այսինքն փուշը կա, որ փայտը կա, որ վրան փուշեր ունի։ Ասում է 3 անգամ դրանով ծեծ եմ կերել ես։ 1 անգամ քարկոծվել եմ, 3 անգամ նավակոց եմ եղել, այսինքն նավի մեջ խեղդվելուց ա բրծել։ Մի ցերեկ ու գիշեր անդունդումը մնացի։ Դուք պատկերացրեք, մի հատ պատկերացրեք։ Շատ անգամ ճանապարհներում գետերից վտանգներ, ավազակներից վտանգներ, ազգիցս վտանգներ, քաղաքի մեջ վտանգներ, անապատի մեջ վտանգներ, ծովի մեջ վտանգներ, սուտ եղբայրներից վտանգներ, դաժանա, չէ, այսինքն հարազատ մարդիկ էլ են քեզ ուրանալու։
ջանքի մեջ եւ աշխատանքի մեջ ասում է շատ անգամ ասում է արտնությունների մեջ էլ վտանգներ կար, սովի եւ ծարավի մեջ եմ եղել, շատ անգամ ծովի մեջ էլի ակրկնում, ասում է ցրտի եւ մերկության մեջ եմ եղել, բացի արտաքին նեղությունը, նայեք ինչ ասում, այն որ մարմնավոր այս նեղությունները ես քաշում եմ, ինձ վրա նաեւ ասում է կուտակված էր ամեն օր, ամեն եկեղեցիների հոգսը։ Հիմա ստեղ ուշադիր լսեք, այս խոսքով ավարտելու եմ եւ այս խոսքը պինդ բռնեք։ Աստծո ժողովուրդ ասում է, ով տկարանա, ես չեմ տկարանալու, ով գայթակվի, ես չեմ բորբոքվելու, ասում է։ Եթե պարծենալ ա պետք, իմ տկարություններով կպարծենամ։ Պողոս Առաքյալը իր կյանքի բոլոր փորձությունները ստեղ պարզ, բացահայտ ասում է, որ ինչ էլ ըլնի իմ կյանքում, ինչ կարգավիճակի, իմ կյանքի որ ոլորտում էլ ես զգամ, որ էլ չեմ կարողանում, չեմ հանձնվելու։ Այդ հոգին ա ուզում մենք բոլորս ունենանք, որ մեր տկարություններով մենք պարծենանք, ամեն։ Ասում ամեն բանի մեջ նեղված ենք, բայց չենք ճնշված, կարոտ ենք, բայց չենք տարակուսել, հալածված, բայց երեսից չընկած, վայրընկած ենք, բայց չկորած։ Ցույց է տալի այս մարդը, որ ժողովուրդ, եկեղեցի, 21-րդ դարի եկեղեցի, 2025 թվի John 3:16 եկեղեցի, ինչ կարգավիճակում ես այսօր, ընտանիքումդ քաոս է, բաժանումներ կա, իրար հետ չունեք, չհանձնվեք, մինչև վերջ պատերազմեք Քրիստոսի զորությունով։ Սա չի ասում, որ դու եթե սխալ կարգավիճակում ես, այդտենց շարունակի, նո, Աստծո խոսքը մեզ ամեն ուղղությունը տվել է, որտեղ մենք շտկվենք եւ ճիշտ ձևով պատերազմենք, ամեն։ Ասում է չթուլանանք, երկար է քարոզս, բայց չեմ ուզում բոլորը ընթերցեմ, ուզում մենակ մի հատ օրինակ տամ, եթե թույլ կտակ, մի հատ օրինակ եմ ուզում տամ, որ սրա վրա հաստատվի մեր այսօրվա քարոզը, եթե կարելի է ուշադիր լսեք։ Դավիթ թագավորին բոլորը գիտեք, միշտ թագավոր լինել Դավիթը հալածանքների ենթարկվեց, գիտենք Սավուղ թագավորի կողմից։ Չնայած Դավիթին տրվեցավ հնարավորություն, որ վրեժ լուծի Սավուղից, որտեղ երկար ժամանակ իրան հետապնդում էր, որ սպաներ, հալածում էր, այս մարդը անդադ թաքնված էր ապրում, թշնամու երեսից անդադ թաքնված էր ապրում, բայց գիտեք ինչն է դուրս գալիս, որ Դավիթը ընտրեց իմաստուն տարբերակը, որն էր իմաստուն տարբերակը, ասում է, վստահեց Աստծուն և ցուցաբերեց համառություն իր բարոյական համոզմունքներում, ինքը ասեց, ես չեմ դիպչի դրան, թող Աստված վրեժ խնդիր ունի, և Աստված վրեժ խնդիր եղավ, շատ տեղեր երևի քո կյանքում այսօր սատանան օգտագործում է մի տկարանոտ, որ քեզի հունից հանի, որ այն աստիճան հունից հանի, որ դու պորտկաս ու քո այդ աստվածային, քո այդ դիրքից իջնես ու իրանման իրան պատասխանես, ուշադիր լսեք, մնացեք հաղթական դիրքում, մի պատերազմեք մարմնավոր ոչ ոքի հետ, մեր պատերազմը Միսարյան հետ չի, դեմքերի հետ չի, մարմինների հետ չի, մեր պատերազմը իրական թշնամու հետ է, որի անունն է սատանա, որը մարդկանց հետևում է կանգնած եւ որտեւ իրանք անոթ են իրանց օգտագործում, որ մեզ հարվածի, մենք հաղթող ենք, չհանձնվեք, մենք հաղթող ենք, Դավիթի նման մենք կարող ենք 5 քարով Գողիաթներ վայր գցենք, 5 հատիկ քարով, այս փոքր երիտասարդ տղան 5 հատ քարով ամբողջ բանակը այնտեղ կանգնել էր, որ ամբողջ բանակից մի հոգի նույնիսկ Սավուղը չէր կարողանում գնար Գողիաթի հետ կռվել, ասեց ես կարամ գնամ կռվեմ, ո՞նց 5 հատիկ քարով, արի գոնե քեզ բաներ հագցնենք երկաթի, որ հանկարծ քեզ բաց թողեք, ինձ ձեր հագցրածը պետք չի, ես Աստծո զորությունով եմ գնում Գողիաթին հաղթելու, եւ երբ որ նա Աստծո զորությունով առավ այդ 5 հատ փոքր քարերը տվեց Գողիաթի ճակատին վայր ընկավ եւ գիտեք ինչ արեց, վիզը կտրեց
Եվ ասեց հաղթեցի թշնամուն, այսօր մենք թշնամու վիզը կարող ենք միայն կտրել Քրիստոս Հիսուսի զորությամբ, որ նա ոչ մի զորություն, իշխանություն, իրավունք չունենա մեր տարածք մտնելու, այս տարածքը պատկանում է Տիրոջը։ Այդտեղից այստեղ չես կարա մտնես, սա Տիրոջ տարածքն է, թշնամի դու արդեն պարտված ես ու դրսում ես։ Մենք այդ միտքը պետք է ունենանք, Քրիստոսի միտքը, երբ որ մենք ունենանք Քրիստոսի միտքը, իրա նման մտածենք, մենք ամեն օր ուրախ կլինենք, Աստված իրա յուղը ուրախության մեր սրտի մեջ անդադար կլցնի, կապ չունի կողքում ինչա կատարվում, կապ չունի երեխետա քեզ ուրացե, մերնա ուրացե, հերնա ուրացել, հարս ու կեսուր, փեսա, ով ուզում է քեզ ուրանա, երբ որ դու ուղիղ ես Աստծո հետ, ուրախությանը յուղը չի պակասի, անդադար կգա քո սրտի մեջ, թող սաղ իրանց կոտորեն, մեկա ես ուրախ եմ, իմ խաղաղության դիրքից ինձ ոչ ոք չի կարող շարժել, ամեն, վերջնական օրինակը տամ, խոստանում եմ ձեզ, ավարտում եմ, համար այրու առակը, հիշում եք Հիսուս ինչ ասաց, որ մի հատ քաղաք կար, մի հատ դատավոր կար, որը շատ խիստ էր, ասма ոչ Աստծուց էր վախենում, ոչ է մարդկանցից ամանչում էր, համար կեղտոտ մեկն էր, լսեք, մի կին կար, որ անդադ գնում էր նրա մոտ, և ասма անդադ նրանից ասում էր իրավունք անի իրեն իր ոսոխիցը, այսինքն փրկի իրեն, իր թշնամուց, նայեք ինչ, այս դատավորը արհամարում էր իրան, չէր լսում իրա խնդրանքը, սա մարդկային օրինակ տվեց Հիսուս, այնքան զզվացրեց այս կինը, ասես տվեք ուզածը դրա թող գնա, Հիսուս ասում է, բայց ձեր երկնային հայրը, որ կատարյալ սեր է, սուրբ է, արդար է, ասում է, ոնց կլինի դուք իրան բան խնդրեք ու չտա, կարգավիճակիդ համար, ոչ թե զանգի հարևանի ու 5 ժամ բամբասի ու բողոքի, այլ տար Հիսուսի ոտերի մոտ, Հիսուս, ես բերս բերել եմ ոտերիդ մոտ, շատ է ծանրացել չեմ կարում կրեմ, գիտեք երկրի վրա, երբ որ Հիսուսի խաչը ծանր էր, ծեծված, գիտեք ինչ ցավերի մեջ էր, խաչ էր կրում, որ բարձրանար Գողգոթա, որ դրա վրա իրան խաչեն, ինք իրա խաչը տանում էր, որ խաչեն, երբ որ շատ էր ծանրացել խաչը, այնտեղ մեկը կար, Սիմոն էր անունը, Սիմոնը եկավ նրա խաչը առավ ու իրա համար բարձրացրեց Գողգոթա, որ ինքը խաչը հելնի, այսօր եթե քո խաչը ծանրացել է, չես կարում այլևս կրես այն, թող Սիմոններ հելնեն, թող Սիմոններ հելնեն եկեղեցուց, որ քո հետ հավասար քո խաչը կօգնեն ու կկրեն, կան քո հետ Սիմոններ կրող, կան ձեր հետ կրողներ, որ ձեզ օգնում են ձեր հետ ծանր խաչի մեջ, փառք Հիսուսին, եկեք փառք տանք, ժողովուրդ, ով չլինի ես կամ ու կամ, իմ երեխեն ընդեղ ծնունդ էր տալի, ես ընդեղ եկեղեցու մի անդամի հետ խոսում եմ, որ չբաժանվեն, ասում եմ լավ, հեսա կես ժամից կխոսամ քո հետ, եղբայրը զանգելից ասում եմ, չեմ կարողանում էլ կնոջս հետ, ասում եմ աղբերս կես ժամ սպասի երեխես ծնվի, հեսա ես քեզ կզանգեմ կխոսանք իրար հետ, Էդի անցավ մեկը զանգեց ուզում է կեսուրին սպանի, ասի կես ժամից սպանի, սպասի մի հատ ես երեխեն ծնվի, ես քեզ խոստանում եմ, այսօր մենք կեսուրիդ ֆլեշը կսպանենք, որ հոգևոր դառնա։ Ես կամ ու կամ ձեր կողքն եմ, մինչև վերջ Արմանի հետ միասին, ու ձեր հետ հավասար պատերազմելու ենք, հավասար, մենք իրար համար պետքա Սիմոններն ենք, որտեղ մեր մեջ բնակվողը Քրիստոս Հիսուսն է։ Ավարտում եմ Ղուկաս 18:1 համարով, այս անգամ վերջնական խոստում եմ տալի, ավարտում եմ, ովքեր են օրհնվել, ովքեր են քաջացել, փառք Հիսուսին, փառք Հիսուսին, Ղուկաս 18:1 պետք է ամեն ժամանակ աղոթք անել և չհանձնվել, սա Աստծո խոսքն է, ուղղված երկնքից մեզ, հիմա շուրարի կողքինիդ ասա չհանձնվես, մի հատ է հիշացրա, Ամեն, Փաստոր Արման ավարտենք։ Եկեք մեր ձեռքերը դեպի երկինք, երկնային փառավոր Հայր Աստված խոնարհվում ենք քո առջև։ Փառք ենք տալի քեզ այս նոր մանանայի համար։ Այն մանանան, որ Տեր իմ Աստված մեզ բավական է։
Շնորհակալ ենք, խնդրում ենք քեզ, օծեսորտնես չորեքշաբթի օրվա ծառայությունը, քրոջը շրթունքները, առաջնորդությունը Սուրբ Հոգի Աստված առնես ձեռքերիդ մեջ նրան եւ օգտագործես, ոչ թե օգտագործես, այլ գործես քո փառքի համար, Տեր։ Բերում եմ եկեղեցիդ եւ յուրաքանչյուր եկեղեցու անդամի բեռ։ Տուր մեզ քո խաղաղությունն ու հանգստությունը։ Հեռացու մեզանից այս բեռը, որ ծանր է, Տեր։ Պաշտում ենք քեզ Հիսուսի անունով եւ բոլոր խնդրվածքների վրա քո թագավորությունն եմ խնդրում։ Ամեն մի խնդրվածք այս բաքսի մեջ թող պատասխանվի քո կամքի համաձայն։ Որտեւ քո կամքը բարի է։ Հիսուսի անունով խնդրեցինք եւ ողջ փառքը տալիս ենք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։